Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները անարգել շրջում Երևանի փողոցներով, անարգել հասնում Գյումրի, Ամասիայի մոտիկանում են ոստիկաններին զրուցում նրանց հետ եւ այդ ամենը իրենց սեփական ավտոմեքենայով։ Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել ընդհանրապես մուտք գործել այն էլ իրենց ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետություն։ Մեծ ցանկության դեպքում այդ ամենը հնարավոր էր տեղավորել ճակերտավոր ասված խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Ողջ նկարահանումների ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են որպես Ադրբեջանի պատմական տարածքներ։ Այսինքն իրենց ընկալմամբ իրենք եկել են ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ պատմական Ադրբեջան, իրենց պատմական հայրենիք։ Ավելի պատկերավոր ասած, հարգելի հետևորդներ, ադրբեջանցիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն, ժխտում են Հայաստանի Հանրապետության գոյությունը, ստորացնում են հայ ժողովրդին եւ նույն անարգելությամբ դուրս գալիս Հայաստանի Հանրապետության տարածքներից։ Իսկ ուր են նայում այս ողջ ընթացքում մեր իրավապահները։ Ուր են նայում Հայաստանի հատուկ ծառայությունները։ Բնականաբար պատասխանը բոլորս էլ գիտենք։ Հայաստանի հատուկ ծառայությունների ուշադրությունը կենտրոնացած է ընդդիմադիրների վրա։ Իրավապահ ողջ համակարգը սևեռված է ընդդիմադիրների դեմ կոմպրոմատներ հավաքելով, նրանց մեղադրանքներ հարուցելով եւ կալանավորելով։ Իսկ թե այդ ընթացքում ինչ կանեն ադրբեջանցիները ընդհուպ Հայաստանի Հանրապետության ներսում, ամենևին նրանց հոգը չէ։ Եկեք մի այսպիսի աներևակայելի իրավիճակ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետության 2-3 քաղաքացիներ, ազգությամբ հայ առհասարակ քաղաքացիներ, մուտք գործեն Ադրբեջան, շրջեն Բաքվի փողոցներով, Բաքվում հայտարարեն, որ Ադրբեջան ընդհանրապես գոյություն չի ունեցել, որ Բաքուն կառուցել են հայերը, որ Բաքվի նավթա արդյունաբերությունը գտնվել է հայերի ձեռքում եւ ընդհանրապես հայերը հանդիսացել են Ադրբեջանի արդյունաբերական սիրտը։ Այնուհետև շրջեն Ադրբեջանի այլ բնակավայրերով, հերքեն Ադրբեջանի լեգիտիմությունը, որից հետո դուրս գան Ադրբեջանի տարածքից։ Որքան էլ որ մենք թևակողած լինենք խաղաղության դարաշրջան, նման բան պարզապես հնարավոր չէ։ Նախ ոչ մի հայ չի կարող մտնել Ադրբեջան։ Ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում հայտարարել այն, ինչ ինքը ուզում է։ Առավել եւս այդքանից հետո նա չի կարող լքել Ադրբեջանի տարածքները։ Իսկ եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ որևէ հայի հաջողվի այդ ամենը անել եւ դուրս գալ Ադրբեջանի տարածքից, ապա անպայման նրա նկատմամբ կհարուցվի քրեական գործ եւ կհայտարարվի հետախոզում։ Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը այդ հային կամ հայերին կհամարի որպես խաղաղությունը խոչընդոտող հանցագործների եւ կհանձնի Ադրբեջանին։ Նույնը պետք է տեղի ունենար նաեւ Հայաստանում։ Հայաստանի իրավապահները, հատուկ ծառայությունները պետք է միանշանակ հետաքննություն սկսեին եւ քրեական գործ հարուցեին այդ 2-3 ադրբեջանցիների նկատմամբ, որոնք թափանցել են Հայաստան եւ հերքել Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ ստորացրել հայ ժողովրդին։ Այնուհետև պետք է պահանջեին Ալիևից, որպեսզի նրանց որպես հանցագործների հանձներ Հայաստանին։
Իհարկե, Ալիևը չէր հանձնելու, սակայն այստեղ այլևս կարևոր չէ, թե ինչ կաներ Ալիևը։ Կարևորը թե ինչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը եւ ինչ պետք է անեին Հայաստանի իրավապահ մարմինները։ Հարգելի հետևորդներ, պատերազմից հետո Ադրբեջանում հայտարարեցին, որ հաջորդ անգամ մենք Հայաստան կգնանք ավտոմեքենաներով ու այդպես էլ իրականում տեղի է ունենում։ Սակայն այդ ավտոմեքենաներով գալը ոչ թե իրենից պարունակում է ինչ-որ զբոսաշրջային տրամաբանություն կամ չգիտեմ խաղաղության դարաշրջան եւ այլն, այլ նրանք ավտոմեքենաներով Հայաստան գալը ամբողջովին պատկերացնում են օկուպացիոն բնույթի, որ սկզբից մենք մեր նպատակին հասանք զենքերով, այնուհետև մենք մեր նպատակին ենք հասնելու մեքենաներով։ Հարգելի հետևորդներ, երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան առաջին ազատամարտը, սկսվեց ընդհանրապես Արցախյան շարժումը, Թուրքիայից հնչում էին տեսակետներ, որ Ադրբեջանի, ընդ որում շեշտեմ, որ Թուրքիայի բարձր մակարդակով հնչում էին տեսակետներ, որ հիմարություն էր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմելը, Արցախի դեմ պատերազմելը, որովհետև եթե չլիներ պատերազմը, ապա մենք ամբողջությամբ կվերցնեինք թե Արցախը, թե Հայաստանը։ Որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ Թուրքիայից հնչած տեսակետների մեջ կա ճշմարտացիություն։ Մինչև Արցախյան առաջին շարժումը ադրբեջանցիները մեծ թվով բնակվում էին Հայաստանի, ընդ որում ամենաբարեբեր հողերում։ Այդ թվում նաև Արցախում բնակվում էին ամենազարգացած բնակավայրերում, որովհետև Ադրբեջանը իր տնտեսական ռեսուրսը ներդնում էր Արցախի ադրբեջանաբնակ համայնքների զարգացման ուղղությամբ, իսկ հայաբնակ համայնքները անտեսվում էին։ Հայաստանում ադրբեջանցիները տիրապետում էին հողերի, տիրապետում էին հարստությունների։ Օրինակ, Պրոսպեկտի փակ շուկա մտնելիս մեծամասամբ առևտուր էին անում ադրբեջանցիները։ Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիները, ասես մոտավոր թվեր եմ ասում, միջինում ունենում էին 10 երեխա, իսկ հայերը 2, ապա շատ կարճ ժամանակահատվածում փոխվելու էր նաև բնակչության հարաբերակցությունը, եւ ադրբեջանցիները Հայաստանում դառնալու էին ազգային մեծամասնություն, իսկ հայերը իրենց իսկ երկրում կվերածվեին ազգային փոքրամասնության, այսինքն մենք կկանգնեինք դեմոգրաֆիկ աղետի առջև, եւ միանգամայն հանգիստ ու վստահ կարող ենք պնդել, որ Արցախյան առաջին ազատամարտը, Արցախյան շարժումը փրկեց ոչ միայն Արցախը ադրբեջանականացումից, այլ նաև ադրբեջանականացումից փրկեց Հայաստանի Հանրապետությունը։ Իրավիճակը բնականաբար կտրուկ փոխվեց ի օգուտ ադրբեջանցիների 2020 թվականի պատերազմից հետո, որովհետև պատերազմի արդյունքում կամ հետևանքով կամ ավարտից հետո ոնց ուզում ենք ձևակերպել 2022 թվականին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ամբողջովին հրաժարվեց Արցախից եւ այն բառից բուն իմաստով նվիրեց Ադրբեջանին։ Իսկ այսօր մենք կանգնած ենք նորից Հայաստանի ադրբեջանականացման վտանգի առջև։ Իհարկե, այս պահին մենք մասշտաբները չենք պատկերացնում։ Այս պահին այդ վտանգը այնքան էլ շոշափելի չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Սակայն ծիլերը արդեն առկա են։ Ադրբեջանցիները այսօր ցանում են այն, ինչ հնձելու են վաղը։ Հայաստանի իշխանությունները ամբողջովին տրված խաղաղության մոլուցքով, որը ունի միայն նախընտրական նպատակներ, քանի որ բազմիցս ենք ասել, որ իրական խաղաղությունը դեկլարատիվ հայտարարությամբ չի ստեղծվում։ Իրական խաղաղության հիմքում պետք է լինեն ազգային անվտանգության մեխանիզմներ,
անվտանգային երաշխիքներ, անվտանգային համակարգ, որը այս պահի դրությամբ բացակայում է։ Ահա դուք կադրերում տեսնում եք ադրբեջանցիների անարգել շրջայցը Երևանում եւ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում, մասնավորապես Գյումրիում եւ Ամասիայում։ Հիմա ինչ եք կարծում, այս ժամանակահատվածում քանի ադրբեջանցիներ մտած կլինեն Հայաստան ու անարգել դուրս եկած կլինեն։ Ահա հենց այս պահին, որ մենք խոսում ենք, ձեր կարծիքով քանի ադրբեջանցիներ այս պահին կլինեն Հայաստանի Հանրապետությունում։ Այո, իսկ ինչու են կարծում, որ այս 2-3 ադրբեջանցիները պետք է բացառիկություն լինեն։ Ոչ։ Իդեպ ոչ վաղ անցյալում կրկին կային կադրեր ադրբեջանցիների անարգել մուտք ու ելքից Հայաստան, անարգել շրջայցերից Երևանի փողոցներում, գոռալով, որ Արցախը ավելի շուտ իրենց նույն ադրբեջաներեն չգիտեն ոնց է, որ Նիկոլ Փաշինյանի բառերով ասած Արցախը Ադրբեջան է։ Եթե հաշվի առնենք, որ խաղաղության դարաշրջանը իր մեջ ենթադրում է նաև ադրբեջանցիների ճակերտավոր ասած վերադարձը Հայաստան, ապա աղետը անխուսափելի է լինելու։ Իդեպ Հայաստանի արտաքին հետախուզության տվյալներով, որը վերջերս հրապարակվեց, Ալիևը Վաշինգտոնյան օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո ոչ միայն չի նվազեցրել արևմտյան Ադրբեջան ու արևմտյան ադրբեջանցիների վերադարձ խոսույթը, այլ ավելի է ակտիվացրել եւ ել ավելի է գործնական հիմքերի վրա բերել։ Վստահաբար կարելի է պնդել, որ Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձը Հայաստան։ Ընդհուպ խոսվում է թվերի մասին, շուրջ 300,000 ադրբեջանցի։ Իդեպ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊԱ-ական իշխանությունը տեսականորեն արդեն տվել են իրենց համաձայնությունը, հայտարարելով, որ այո, ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան ապրելու, հայերն էլ կարող են վերադառնալ Ադրբեջան իրենց այն տները, որոնք լքել են 88-յան շարժման արդյունքում։ Հարգելի հետևորդներ, սա խապկանք է։ Չի լինելու գեթ մի հայ, որը կգնա ապրելու Բաքվում։ Չի լինելու գեթ մի հայ, որը կգնա ապրելու Սումգայիթում կամ Ադրբեջանի մեկ այլ քաղաքում, բայց ադրբեջանցիները կգան։ Իհարկե ոչ այն ադրբեջանցիները, որոնց հայրերը կամ պապերը 88 թվականին լքել են իրենց տունը, այսպես ասած։ Ադրբեջանցիները կուղարկեն Հայաստան այնպիսի մի մասը, որը ինքն իրենով արդեն սպառնալիք է լինելու Հայաստանի բնակչության համար։ Ադրբեջանցիները Հայաստան են ուղարկելու կեղծ փաստաթղթերով իհարկե, թե ուժային կառույցների ներկայացուցիչների եւ թե ահաբեկիչների։ Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի օգտին կռվում էին մի քանի հազար ահաբեկիչներ։ Այնուհետև նրանք մնացին Ադրբեջանում։ Հետևաբար Ադրբեջանը պետք է լուծի նրանց հարցը։ Լավագույն տարբերակը նրանց Հայաստան ուղարկելն է։ Բացի նրանցից Հայաստան են թափանցելու տարատեսակ խաժամուշ ու հանցագործ տարրեր։ Եվ պատկերացրեք այդ քանակի ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Դա միանշանակ հանգեցնելու է աղետի եւ միանշանակ ժամանակի ընթացքում հանգեցնելու է հայաթափմանը։ Եթե նույնիսկ հայաթափում տեղի չունենա, որոշ ժամանակ անց հաշվի առնելով ադրբեջանցիների այդ բազմացման տեմպերը ու աճը, ապա ադրբեջանցիները 300,000-ից կարճ ժամանակ հետո դառնալու են, չգիտեմ, 800,000, 1 միլիոն եւ այսպես շարունակ։ Առավելևս շեշտենք, որ արդեն կան պահանջներ, որ երբ ադրբեջանցիները վերադառնան, միշտ խնդրում եմ հիշեք,
Ես մշտապես վերադարձ բառը օգտագործում եմ ճակերտների մեջ։ Երբ վերադառնան Հայաստան, նրանց համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ։ Նրանք պետք է պաշտպանված լինեն ոչ թե հայ իրավապահների կողմից, այլ իրենք պետք է հնարավորություն ունենան պաշտպանել իրենց։ Այսինքն պետք է օժտված լինեն որոշակի ինքնուրույնությամբ։ Այսինքն ադրբեջանցիների նպատակն է, Ադրբեջանի պաշտոնական Բաքվի նպատակն է, որպեսզի Հայաստանում ստեղծի ադրբեջանցիների համայնք, որը հարաբերականորեն անկախ կլինի Հայաստանի Հանրապետությունից։ Հարգելի հետևորդներ, նորմալ պետությունում, քանի դեռ չի կնքվել հակամարտող կողմի հետ, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր, այդ կողմը դեռևս համարվում է թշնամի։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ չի կնքել խաղաղության պայմանագիր, հետևաբար հակամարտությունը ավարտված չէ։ Իսկ քանի որ հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի համար մնալ թշնամի պետություն։ Հետևաբար այս մարդիկ, որոնց դուք կադրերում տեսաք, նրանք թշնամիներ են։ Ոչ մի նորմալ պետություն չի հանդուրժի, որպեսի թշնամին անարգել մուտք գործի իր տարածք։ Ոչ մի նորմալ պետություն, եթե նույնիսկ ինչ-որ ծրագրի շրջանակներում ինչ-որ մի խումբ պատվիրակություն է ժամանել իրենց երկիր, ապա այդ պատվիրակությունը մշտապես լինելու է հսկողության տակ եւ նրանց ոչ մի քայլ, ոչ մի գործողություն, նույնիսկ հաց ուտելը չի վրիպելու հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Ցավալիորեն այս կադրերը փաստում են, որ Հայաստանում անվտանգային համակարգը պարզապես ոչնչացված է։ Հայաստանում անվտանգային համակարգ ուղղակի գոյություն չունի։ Եթե ինչ-որ մի ադրբեջանցի կարողանում է գալ Երևան, անել ցանկացած հայտարարություն, ինչ իր խելքին փչում է, եթե ինչ-որ մի ադրբեջանցի իր մեքենայով Երևանից կարողանում է հասնել Գյումրի, այնուհետև հասնել Ամասիա, եւ էլ ավելի զավեշտ է մոտիկանալ ոստիկաններին եւ հանգիստ զրուցել նրանց հետ, այնուհետև հեռանալ, ապա մի կասկածեք, որ այդ նույն ադրբեջանցին անարգել կարող է թակել ձեր տան դուռը, անարգել կարող է մտնել ձեր տուն, անարգել կարող է մտնել ձեր բակ։ Ահա այս ողորմելի վիճակում է այսօր գտնվում Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը, որի թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար հեռացնելով Նիկոլ Փաշինյանին, մենք Հայաստանից կհեռացնենք նաև ադրբեջանցիներին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։